Բարի օր արգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գարին Մութաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Քաղաքական ուժերի ընտրությանը հայտ ներկայացնելու ժամկետը մոտենում է ավարտին, ովքեր են հանձնել փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Խաղաղություն թե զիջումներ, ինչ է առաջարկում քաղաքացիական պայմանագիրը ընտրությունից առաջ։ Էմանուել Մակրոնը գալիս է Հայաստան, Սամվել Կարապետյանի որդին դիմել է Ֆրանսիայի նախագահին։ Նիկոլը ճիշտ էր, ես չկարողացավ բացատրել, իսկ նա կարողացավ խաբել։ Երրորդ նախագահը հրաժարականի 8-ամյակի կապակցությամբ ուղերձ է հղել։ ԱՄՆ-ն հորդորում է իր քաղաքացիներին լքել Իրանը, ինչ է հայտարարել պետդեպարտամենտը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մայիսի 5-ին Հայաստան կատարելիք պետական այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել երկկողմ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ։ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի խոսքով այս փաստաթուղթը երկար ժամանակ քննարկվել եւ հանդիսանում է այցի օրակարգի առանցքային կետերից մեկը։ Բացի այդ, կստորագրեն ռազմատեխնիկական գործակցության, կրթության եւ արհեստական բանականության ոլորտներին վերաբերող համաձայնագրեր։ Պաշտոնական Երևանը խոստանում է, որ այցը լինելու է բավական հագեցած եւ նոր մակարդակի է բարձրացնելու հայ-ֆրանսիական հարաբերությունները։ Իսկ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի որդին Սարգիս Կարապետյանը դիմել է Մակրոնին, շեշտելով, որ Նիկոլ Փաշինյանն այն մարդը չէ, որով ներկայանում է միջազգային հանրությանը։ Monsieur le Président, Դուք Հայաստան եք գալիս մի մարդու հրավերով, որին դուք անվանում եք ձեր ընկերը, բայց որը հայ ժողովրդի թշնամին է։ Նա երկրում ստեղծել է իրավական քաոս, հարձակվելով մեր եկեղեցու, Սփյուռքի եւ նրա քաղաքական հակառակորդների վրա։ Ընտրություններից առաջ դուք նրան տալիս եք եւս մեկ հնարավորություն խաբելու հայ ժողովրդին։ Այդ հանդիպումը անիմաստ է, քանի որ 2 ամսից Սամվել Կարապետյանն է լինելու Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Նա տնային կալանքի տակ է եւ ձեզ համար կարեւոր են դեմոկրատական արժեքները։ Հրավիրում ենք ձեզ Սամվել Կարապետյանի հետ հանդիպման։ Ընտրական պայքարը մտնում է վճռական փուլ, քաղաքական ուժերը ներկայացնում են իրենց ցուցակները կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Կուսակցություններն ու դաշինքները մասնակցության հայտ կարող են ներկայացնել այսօր մինչև ժամը 18-ը։ Այս ժամկետը նաև օգտահաշիվ ստանալու դիմումի վերջնաժամկետն է, իսկ ընտրությանը մասնակցել ցանկացող կուսակցությունը կամ դաշինքը օգտահաշիվ ստանալու համար պետք է ԿԸՀ հայտ ուղարկի։ Այս պահի դրությամբ հայտ են ներկայացրել Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, Հայաստանի շնորհապետական կուսակցությունը, Բոլորին դեմ եմ կուսակցությունը, Ժողովրդավարական համախմբում կուսակցությունը, Միասնության թևեր կուսակցությունը եւ Լուսավոր Հայաստանը։ Ընտրություններին ընդառաջ քաղաքացիական պայմանագիրը հրապարակել է իր քաղաքական ծրագրի առանցքային դրույթները, դրանք ներկայացնելով խաղաղության եւ տարածաշրջանային կայունության համատեքստում։ Սակայն այս հայտարարությունները միանշանակ չեն ընկալվում։ Քաղաքագետների մի մասը պնդում է, խոսքը միայն նախընտրական ծրագրի մասին չէ։ Ներկայացվող մոտեցումները վերաբերում են Հայաստանի համար հիմնարար հարցերին՝ Արցախ, տեղահանվածների իրավունքներ, սահմանազատում։ Ինչը իրականում առաջարկվում ընտրություններից առաջ եւ ում շահերի հաշվեկշռով է կառուցված այս օրակարգը, Սեդակ Յուրեղյանի ռեպորտաժում։ Նիկոլ Փաշինյանը 3 ծավալուն հոլովակում կարողացավ տեղավորել քաղաքացիական պայմանագրի ծրագիրը ընտրությանն ընդառաջ։ Քաղաքագետների կարծիքով այս ծրագրի հիմնական դրույթները ավելի շատ Ադրբեջանի, քան Հայաստանի ժողովրդին գոհացնելու համար են։ Իսկ որոնք են այդ դրույթները։ Ղարաբաղի շարժումը խաղաղության եւ անվտանգության հետ անհամատեղելի են եղել։ Եվ մենք մեծ հաշիվ ենք տվել, ասել ենք լավ, ինչի մեջ է մեր ընտրությունը։ Եվ մենք ընտրություն ենք կատարել հոգուտ անվտանգության, հոգուտ խաղաղության։ Նիկոլ Փաշինյանն այս պնդումով փաստացի խոստովանել է, ընտրություն է կատարել Արցախի ու խաղաղության միջև, բայց փոխարենը կորցրել է երկուսն էլ, պնդում է քաղաքագետը։ Հիշեցնում է, փոխարենը ստացել է Ադրբեջանի հակահայկական ակտիվ խոսույթների մի փունջ։ Ադրբեջանը շրջանառության մեջ է դրել արևմտյան Ադրբեջան, արևմտյան ադրբեջանցիների վերադարձ եւ Զանգեզուրի միջանցք խոսույթները, որոնք ոչ այլ ինչ են, քան Հայաստանի Հանրապետությունում ադրբեջանցիների զանգվածաբար բնակեցման միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքի օկուպացիոն էքսպանսիոնիստական ծրագրեր։
Իսկ մինչ Ադրբեջանը նախագահի մակարդակով բարձրաձայնում է տեղահանված ադրբեջանցիների վերադարձի իրավունքի մասին, Հայաստանի ներկա վարչապետը ծրագրային ռազմավարության մակարդակով ցանկանում է փակել արցախահայերի տունդարձի իրավունքի հարցը։ Հիշեցնում է, Ղարաբաղի շարժումն էլ անմեղ հումանիտար հարցերից է սկսվել։ Պետք է փակենք Ղարաբաղի փախստականների վերադարձի իրավունքը, այդ թվում Ղարաբաղի փախստականների շահերից ելնելով, որովհետև լավ մարդիկ ինչքան պետք է մենք Ղարաբաղի ժողովրդին պահենք պատանդի կարգավիճակով։ Նիկոլ Փաշինյանը բռնի տեղահանված անձանց իրավունքները ամրագրող միջազգային ակտերին փորձում է հակադարձել կուսակցական ծրագրերով։ Փորձագետներն են ընդգծում, հիշեցնելով նախ ՄԱԿ-ի մայր հռչակագիրը, որն ընդունվել է 1948-ին, ապա 1949-ի Ժնևյան կոնվենցիաները։ Դրանից զատ 2023-ից մինչ այս տարի շարունակվում են ընդունվել միջազգային խորհրդատվական եւ պարտադիր բանաձևեր ու որոշումներ։ Արցախից բռնի տեղահանված հայության լավագույն շահը իրենց տները վերադառնալն է իրոք իրավունքով եւ կարգավիճակով։ Իսկ տվյալ հարցի լուծումը մեկ մարդու որոշելիքը չէ, նույնիսկ եթե այդ մեկ մարդը զբաղեցնում է երկրի ղեկավարի պաշտոն։ Քաղաքացիական պայմանագրի ծրագրում տեղ է գտել նաև սահմանագծման եւ սահմանազատման հարցը։ Փաշինյանը Ադրբեջանին ռազմավարական գործարք է առաջարկում։ Որն է ռազմավարական գործարքը։ Մենք ճանաչել ենք տարածքային ամբողջականությունը միմյանց եւ ինքնիշխանությունը Ալմաթայի հռչակագրի հիման վրա, այսինքն խորհրդային միության տարածքով։ Ներողություն, խորհրդային հայկական ԽՍՀ եւ ադրբեջանական ԽՍՀ տարածքներով։ Ուրեմն ճանաչում ենք ճշգրիտ, դելիմիտացիա ենք անում եւ հանգիստ ենք թողում իրար։ Հանգիստ ենք, ել չենք բանանում, փորփրում, ով երբ որտեղ ապրել եւ այլն, ինչ ա ունեցել, էսա ունեցել են անել։ Մենք փակում ենք այդ թեման, որովհետեւ դա է խաղաղությունը։ Մինչդեռ նույնիսկ Ալմաթայի հռչակագրով Արցախն Ադրբեջանի կազմում չի եղել։ Բանն այն է, որ հռչակագրի ստորագրումից 2 ամիս առաջ Ադրբեջանում ընդունված սահմանադրությամբ եւ անկախության հռչակագրով Ադրբեջանն իրեն հռչակել է մինչ խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը, իսկ 1918-ին Արցախն անկախ միավոր էր։ Ինչ վերաբերում է Հայաստանի ներկա սահմաններին, քաղաքագետի պնդմամբ սահմանազատման գործընթացը այնքան հարթ չի լինելու, որքան ներկայացվում է, հիշեցնում է թե տեղական, թե միջազգային փորձը։ Միմյանց հետ խնդիր չունեցող Հայաստանի եւ Վրաստանի միջև սահմանագծման եւ սահմանազատման գործընթացը շարունակվում է 20 տարուց ավելի, եւ դրա հարցը չէ։ Տաջիկստանի եւ Ղրղստանի միջև սահմանի դելիմիտացիան եւ դեմարկացիան տևել է 20 տարուց ավելի։ Թե որքան կարող է տևել միմյանց միջև կուտակված խնդիրներ ունեցող Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիան եւ դեմարկացիան, սա կարելի է միայն ենթադրել։ Սակայն թե Հայաստանի եւ թե այլ երկրների փորձը հաշվի առնելով, ենթադրելի է, որ այն կարող է տևել մի քանի տասնամյակ։ Այսպիսով քաղաքացիական պայմանագրի ներկայացրած ծրագրային դրույթները դուրս են գալիս ներքաղաքական խոսույթի սահմաններից եւ առնչվում են պետական առանցքային հարցերին՝ Արցախ, փախստականների իրավունքներ, սահմաններ։ Փորձագետների գնահատմամբ առաջարկվող խաղաղության օրակարգը կողմերի շահերը հավասարակշռելու միտում չունի։ Այն միակողմանի զիջումների դրամապանության մեջ է։ Սեդա Գյուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարականի 8-ամյակի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ։ Սարգսյանը խոսել է իր առաջադրվելու եւ հրաժարականի պատճառների մասին։ Սարգսյանն ասել է, որ իր ամենաճիշտ եւ դժվար որոշումը իր իսկ խոստումը դրժելն ու 2018-ին վարչապետի պաշտոնում առաջադրվելն էր։ Փաշինյանը ճիշտ էր, ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել, գրել է Սարգսյանը։ 2018 թվականին ես առաջադրվեցի, որպեսզի երաշխավորեմ Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, որպեսզի սահմաններին չլինի այլունահեղություն, ապա հրաժարական տվեցի, որպեսզի սահմանների ներսում թույլ չտամ այլունահեղություն։ Իսկ այսօր իմ հրաժարականից 8 տարի անց ժողովրդի մի ստվար մաս համարում է, որ Նիկոլի իշխանությունը կա այնքան ժամանակ, քանի դեռ նրա դեմ քաղաքական պայքարի առաջին շարքում նախկիններն են։ Հայաստանն իր արմատից կտրած ծնկի բերած պարտքի մեջ թողած ու ստով հեղեղած խմբակը պետք է հեռանա։ Այլընտրանքը սարսափելի է, սարսափ մեր երկրի, մեր ժողովրդի ու հաջորդ սերնդի համար։ Սարսափ է հենց իրենց համար, պարզապես իրենք էլ դեռ չեն գիտակցում։ Արթնանալ է պետք, որ հետո ուշ չլինի։
Այսօր ժամը 20-ին կսկսվի ավանդական ջահերով երթը, այն մեկնարկելու է Հանրապետության հրապարակից։ Ամիրյան փողոց, Մաշտոցի պողոտա, Բաղրամյան պողոտա, Կիևյան փողոց երթուղով հայ երիտասարդը պահանջատիրության ջահը կհասցնի Ծիծեռնակաբերդի բարձունք։ Այս տարվա ջահերով երթի կարգախոսն է «Պայքարը շարունակվում է», որը խորհրդանշում է հայ ժողովրդի անկոտրում կամքն ու արդարության համար մղվող աննահանջ պայքարը։ Ինչ տրամադրությամբ եւ ինչ նոր շեշտադրումներով է կազմակերպվում այս տարվա երթը, տեսանյութում։ Մեր նախապատրաստական աշխատանքները արդեն մի քանի օր է ինչ ընթանում են, ներկա պահին մենք վերաստուգում ենք մեր ջահերը, այն ջահերը, որոնք վերանորոգման կարիք ունենք, վերանորոգում ենք եւ բոլոր ջահերը լիցքավորում ենք դյուրավառ նյութով, որպեսզի ջահերը վառենք եւ մեր պահանջատիրության ջահը տանենք դեպի Ծիծեռնակաբերդ։ Այս տարվա կարգախոսը մենք նախընտրել ենք պայքարը շարունակվում է, ինչի համար է հենց այդ կարգախոսը, որովհետև պայքարը շարունակվում է հանուն հատուցման, պայքարը շարունակվում է հանուն ճանաչման եւ պայքարը շարունակվում է հանուն արդարության։ Թե 1915 թվականին, թե 2023 թվականի էթնիկ զտումը ցույց տվեց, թե եթե պատասխանատվության չեն ենթարկվում մեր թշնամիները, արդեն իրանց փորձը, իրանց գործողությունները կրկնվում են հայերի նկատմամբ։ Հենց այս պահին էլ իրականացնում են դրոշը կարելու արարողությունը։ Մեր դրոշը 50 մետր երկարություն ունեցող դրոշն է, որը որ ամեն տարի ջահերով երթին օգտագործում ենք, նաև օգտագործում ենք Արցախի դրոշը, պարտադիր։ Միանշանակ կարևորում ենք, որ չլինենք անտարբեր, որովհետև ներկա պահին անտարբեր լինեն նշանակում է ուղղակի լռել, իսկ մենք չենք ուզում լռել, մենք ուզում ենք պայքարենք, մենք ուզում ենք հասնել մեր նպատակին, ես ուզում եմ հասնել իմ նպատակին, որ իմ հայրենակիցների, իմ ընկերների հետ միասին ի վերջո բացեմ Արցախի իմ տան դուռը։ Իսկ ջահերով երթի ասելիքը այն է, որ մենք չենք լռում, մենք չենք ուրանում, մեր պայքարը շարունակվում է ու շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև որ հատուցում չլինի, մենք պահանջատեր ենք։ Այստեղ չկան կուսակցություններ, այստեղ չկան անձնական հետաքրքրություններ, այստեղ կա հայ մարդը, որը ցեղասպանության փաստի հետ հաշտ չէ եւ պահանջում է արդար հատուցում։ Իսկ Թուրքիան ու Ադրբեջանը դրա հետ հաշտ լինել չեն կարող։ Ամեն դեպքում իրեն ժխտողական քաղաքականության դեմ իրականանում է մի բան, որին արձագանքում են ամբողջ աշխարհում։ Ապրիլի 24-ին ժամը 10:30-ին ամենայն հայոց կաթողիկոսը Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ կկատարվի հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների բարեխոսական կարգ։ Նույն օրը ժամը 11-ին Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում կմատուցվի Սուրբ եւ անմահ պատարագ, որի ավարտին աղոթքի եւ ուխտի խաչքարի առջև կկատարվի Սուրբ նահատակների բարեխոսական կարգ։ Իդեպ այսօր դատարանը որոշելու է Բագրատ Սրբազանի խափանման միջոցը։ Բագրատ Սրբազանի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ կալանավայր կամ ամբողջական ազատում։ Նրա համար ընդունելի չէ որևէ միջանկյալ խափանման միջոց՝ տնային կալանք, վարչական հսկողություն, հատուկ սարքերով եւ այլն։ Լիբանանի վարչապետը մեղադրել է Իսրայելին ռազմական հանցագործությունների համար, այն բանից հետո, երբ ապրիլի 22-ին իսրայելական օդային հարվածների պատճառով մեկ լրագրող է սպանվել եւ մեկ ուրիշը վնասվածքներ ստացել Լիբանանի հարավում։ Պաշտոնյաները նաեւ մեղադրել են Իսրայելի պաշտպանության ուժերին Թայրի գյուղում շտապօգնության մեքենային դիտավորյալ թիրախ դարձնելու համար։ ԱՄՆ պետդեպարտամենտը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը ձերբակալության, ահաբեկության եւ տարածաշրջանային հակամարտության սրման զգալի ռիսկերի պատճառով։ Հայտարարության մեջ ասված է, քանի որ Իրանում անմիջական հյուպատոսական ծառայություններ չկան, քաղաքացիները պետք է մեկնեն բաց առևտրային, օդային կամ ցամաքային սահմաններով՝ Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա, Թուրքմենստան, եւ չպետք է մեկնեն Աֆղանստան կամ Իրաք։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն էլ անդրադառնալով ԱՄՆ-ի հետ բանակցությունների գլխավոր խոչընդոտներին, ասել է, որ պարտավորությունների խախտումը, շրջափակումն ու սպառնալիքները գլխավոր խոչընդոտներն են իրական բանակցությունների ճանապարհին։ Նրա խոսքով աշխարհը տեսնում է ԱՄՆ-ի երկերեսանի հռետորաբանությունը եւ հայտարարությունների ու գործողությունների հակադրությունը։ Եվ վերջում միասնական պայքար, արժանապատվություն, արդարություն։ Նեմեսիս գործողությունն ուներ հստակ նպատակ ու առաքելություն՝ պատժել ցեղասպանության կազմակերպիչներին։ ABC մեդիան ապրիլի 23-ին եւ 24-ին ցուցադրելու է Ամրոց հիմնադրամի պատրաստած 10 մասից բաղկացած ֆիլմը։ Թալիաթ Փաշայից հետո հերթը Սաիդ Հալիմ Փաշայիններ, Վրիժարուն Արշավի Շիրակյաններ, Նեմեսիսի գլխավոր հարվածային ուժը։ 1921-ի ամռանը Շիրակյանն ուղևորվում էր Հռոմ, բացահայտելու այնտեղ հաստատված երիտ թուրքերի որջը։ Գտնում ու սպանում է Օսմանյան կայսրության մեծ վեզիր Սաիդ Հալեմ Փաշային, որը հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկն էր։ Դիտենք ֆիլմի երրորդ մասը, իսկ մենք կհանդիպենք ժամը 15-ին։ 1918 թվականին Ստամբուլի ռազմադաշտային դատարանների սահմանած պատիժը հայոց մեծ եղեռնի գլխավոր կազմակերպիչների նկատմամբ այդպես էլ գործիչ դրվեց։ Պատճառը մեծ տերությունների քաղաքական երեսպաշտությունն էր եւ Մուստաֆա Քեմալի հայատյաց դիրքորոշումը։ Արդարություն թախանձող, բայց ձեռնունայն մնացած հայությանը քաղաքակիրթ աշխարհը չթողեց այլ ելք, քան դիմել այրուն ռուշ դիցուհու հովանավորությանը։ «1919 թվականի աշնանը Երևանում ընթացող դաշնակցության 9-րդ համաժողովին գաղտնի վճիռ կայացվեց ոչնչացնել 1915 թվականի հայոց մեծ եղեռնի գլխավոր կազմակերպիչներին։ Ծրագիրը հին հույների վրիժարության աստվածոհու պատվին ստացավ Նեմեսիս անունը։ Նեմեսիս ծրագրով Սաիդ Հալիմի անունը ևս ներառվեց անհապաղ ոչնչացման ենթակա անձանց ցանկում։ Սաիդ Հալիմ Փաշա ծնվել է 1863 թվականին Կահիրեում։ Կրթությունը ստացել է Շվեյցարիայում։ Բացի թուրքերենից տիրապետել է 4 արևելյան ու արևմտյան լեզուների։ 1881 թվականին դարձել է Շուրայի Դևլեթի, սուլթանին կից գործող պետական խորհրդի անդամ, սակայն հետագայում միացել է թուրքական հեղափոխական հոսանքներին։ 1912 թվականին ընտրվել է Իտիհադ Վեթերակի կուսակցության գլխավոր քարտուղար, 1913 թվականին նշանակվել Օսմանյան կայսրության մեծ վեզիր։ Անմիջական մասնակցություն է ունեցել 1915-ի կոտորածների կազմակերպման գործում եւ որպես կայսրության վարչապետ տնօրինել ոչնչացված հայության անշարժ գույքի եւ այլ նյութական հարստության վերաբաշխման ու յուրացման գործընթացը։ Ստամբուլի ռազմադաշտային դատարանի վճռով ակսորվել է Մալթա կղզի, սակայն որոշ ժամանակ անց արդարացվել, ազատ է արձակվել եւ բնակություն հաստատել Եվրոպայում։ Սաիդ Հալիմ Փաշային ոչնչացնելու օպերացիան հանձնարարվեց պոլսահայ երիտասարդ Արշավիր Շիրակյանին։ Արշավի Շիրակյան ծնվել է 1900 թվականի հունվարի 1-ին Պոլսո Թաքսիմ թաղամասում։ Պատանի հասակում ներգրավվել է հայոց ազատագրական պայքարին եւ վարել ընդհատակյա գործունեություն։ Աշխատել է Պոլսի դրամատիկ թատրոնում որպես դերասան։ Հետախույզի բնածին բացառիկ հատկությունների շնորհիվ 1920 թվականին ներգրավվել է Հայաստանի անկախ հանրապետության գաղտնի ոստիկանության շարքերում, ապա դարձել Նեմեսիս ծրագրի գլխավոր հարվածային ուժը։ Նեմեսիսի առավել պատասխանատու հանձնարարություններին արժանանալու համար Արշավի Շիրակյանը 1920 թվականի մարտի 27-ին Պոլսո Թարլաբաշի փողոցում գնդակահարեց հայ մատնիչ թուրքական ոստիկանության գործակալ Վահե Իսանին։ 1921 թվականի ամռանը Նեմեսիսի ղեկավարությունը նրան Պոլսից գործուղեց Հռոմ, հայտնաբերելու այնտեղ հաստատված երիտ թուրքերի որջը։ Շիրակյանը 1921 թվականի հուլիսի սկզբին Էդիրնեցի հույն վաճառական Արսիլ Սիրակի անվան տակ ժամանեց Հռոմ, որտեղ Գրիգոր Մերջանովի հետ անմիջապես անցավ հետախուզական աշխատանքի։ Մի քանի ամսվա ընթացքում նրանց հաջողվեց հայտնաբերել Իտալիայի մայրաքաղաքում ծպտյալ կյանք վարող Իտիհադական կուսակցության գլխավոր գաղափարաբան դոկտոր Նազմին, Էրզրումի նախկին նահանգապետ Հասան Թաքսիմին, ինչպես նաև Օսմանյան կայսրության մեծ վեզիր վարչապետ Սաիդ Հալիմ Փաշային։
Ինչպես պարզեց Արշավի Շիրակյանը, վերջինս Մուսթաֆա Քեմալի անունից Հռոմում բանակցություններ էր վարում իտալական իշխանությունների հետ 20 միլիոն լիր վարկ ստանալու եւ այդ գումարով քեմալականների համար իտալական զենք գնելու նպատակով։ Իբրև կարևոր անց նրա անվտանգությունը հսկում էր իտալական գաղտնի ոստիկանությունը, որն արդեն մեկ անգամ խափանել էր Սաիդ Հալիմին ոչնչացնելու հունական հատուկ ծառայությունների ծրագիրը։ Սակայն Շիրակյանին դա չխանգարեց։ Արշավի Շիրակյանը Սաիդ Հալիմ Փաշայի մահվան դատավճիռն իրականացրեց 1921 թվականի դեկտեմբերի 5-ի երեկոյան Ռոմի Վիա Էոստաքիա փողոցում, Օսմանյան Թուրքիայի նախկին վարչապետի առանձնատան դիմաց։ Այվրի ժառուն ցատկեց Փաշայի ընթացող կարգի վրա եւ Colt Browning տեսակի ատրճանակից մեկ դիպուկու մահացու կրակոց արձակեց Սաիդ Հալիմի աչքունքին։ Ապա զույգ վայրկյանում զինաթափ արեց Փաշայի իտալացի թիկտապահին եւ ցած իջնելով կարգից խառնվեց փողոցի ամբոխին։ Իտալական ոստիկանությունը, ինչպես նաև հրատապ Ռոմ ժամանած թուրքական հետախույզները չկարողացան հայտնաբերել Արշավի Շիրակյանին, որն արդեն հասցրել էր լքել Իտալիայի սահմանները։ Եվրոպական մամուլը կնքել էր նրան Ֆանտոմ անունով, նկատի ունենալով անորսալի վրիժառուի նրա համբավը։ Սաիդ Հալիմ Փաշային պիտի ուղարկավորեին Պոլսում եւ ենթադրվում էր, որ արարողությանը կժամանեն մեծ թվով բարձրադիր իթի հատականներ։ Շիրակյանը առաջարկեց Նեմեսիսի ղեկավարությանը ռումբ պայթեցնել թաղման թափորում, սակայն մերժում ստացավ եւ միևնույն ժամանակ հորդոր հաջորդ հանձնարարությանը նախապատրաստվելու։